Տիկին Єդիգարյան, դուք եւս մասնակցում եք Միքայել Սրբազանի պաշտպանություն տեղի ունեցող միասնական աղոթքին։ Ես կուզեի նաեւ ձեր դիրքորոշումը, կարծիքը լսել, քանի որ նաեւ ձեզ քննչական կոմիտեի դիմաց ենք տեսել կալանավորման հարցաքննության ժամանակ, ընդհանրապես վեհարանի վրա հարձակման եւ երկու սրբազանների կալանավորման մասին ինչ դիրքորոշում ունեք։ Իրականում ինձ համար այս խնդիրը շատ ավելի խորն է, քան զուտ սրբազանների կալանավորումը, ինչը իհարկե հայ իրականության մեջ անհասկանալի է ու վիրավորական ինձ համար իբրև հայ մարդու, որովհետև ես չեմ հիշում 37 թվականից այս կողմ նման բան եւ առհասարակ մայրաթոռի վրա հարձակումը անհասկանալի է։ Պարզապես չունեմ խոսքեր, իսկապես որևէ բնութագրում տալը անգամ բարդ է։ Մի տեսակ մենք մեզանից հեռանալու ճանապարհի սկզբին ենք հավանաբար, կամ գուցե կես ենք ընկել։ Ինձ համար այսօր հայ առաքելական եկեղեցին ինքնությունը պահող, պահպանող ամենակարևոր, ամենագլխավոր եւ առանցքային օղակն է եւ հարձակվել է օղակի վրա պարզապես անհիմն մեղադրանքներով։ Գիտեք, շատ բան կարող են ասել մարդիկ, պետք է ուղղակի երևի վերցնել են ինչ պետք է այդ պահին, ես չգիտեմ, որևէ բնութագրում ես չունեմ տալու, որովհետև եթե տամ հավանաբար ծայրահեղ կոշտ եմ լինելու։ Միքայել Սրբազանը կարող էր Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք հանդիսանալ, ինչպես եւ իրեն վերագրվում է, մեղսագրվող արարքը ռազմական հեղաշրջման կոչ է արել։ Միքայել Սրբազանը բոլոր ժամանակներում եղել է խիստ իր գնահատականների մեջ, եղել է անաչառ, եղել է մտահոգ, ոչ միայն իբրև հոգևորական, այլև հայ մարդ, քաղաքացի, եւ վերջապես հոգևորականն էլ է քաղաքացի եւ իրավունք ունի իր մտահոգությունը հայտնելու եւ ժողովրդավարություն որդեգրած այս իշխանության օրոք վախենալ ինչ-ինչ բնութագրումներ տալ, ես կարծում եմ հիմա երևի բոլորը այդ վախի մթնոլորտում են, որը այնքան էլ նորմալ չէ։ Միքայել Սրբազանը չի կարող լինել սպառնալիք։ Միքայել Սրբազանը զուտ հոգևորական չէ, ես միշտ եմ ասել, Միքայել Սրբազանը մտավորական հոգևորական է, իսկ մտավորական չի կարող իր ազգի համար ծառացած օրհասական պահերին կամ խնդիրների ժամանակ մնալ անհաղորդ եւ պարզապես դիտարկողի դերում։